Պարոն նախարար, մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունը զորահանդես է կազմակերպել և ցուցադրություն է տեղի ունենալու Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներ ունենք և այդ կապակցությամբ էլ Ռուբեն Վարդանյանն էր ուղերձել, մասնավորապես նշելով, որ քանի դեռ Բաքվում պահվում են անազատության մեջ են գտնվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անբարոյականություն է զորահանդես կազմակերպելը, նախ կխնդրեմ դրան անդրադառնաք և քիչ առաջ գործընկերոջս հարցին ի պատասխան, մասնավորապես 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերաբնակեցման մասին, դուք նշեցիք, թե չեք հիշում, թե որերորդ անգամն եք դա հայտարարում, որ ստորություն է, սրիկայություն է, հիվանդ երևակայության արդյունք է, բայց հնարավոր է դա նաև պայմանավորված է նրանով, որ ժամանակին ձեր քաղաքական թիմը արել է հայտարարություններ, բայց դրանք իրականացել են 180 աստիճան հակառակ տրամաբանությամբ։ Շնորհակալություն։ Անկեղծ ասած, ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես կգա գերության, պատանդառության մեջ գտնվող որևէ անձ, ես կարող եմ իմ ենթադրությունները ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, ես կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական եւ այլն, բայց ջանք գործադրեմ, որպեսզի զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, կրկին կոռեկտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է նրա 300,000 ադրբեջանցիների վերադարձին, նորից ընդգծելով, որ դա հիվանդ երևակայության արդյունք է, անհեթեթություն եւ սրիկայություն, ուզում եմ ասել, որ նախկինում ես կարող եմ հիշել բազմաթիվ հայտարարություններ, պնդումներ, հավաստիացումներ մեր ընդդիմախոս շրջանակներից, որոնք իրականության պարզվելուց հետո 180 աստիճան հակառակն են պարզվել, մի քիչ հարց չստացվեց նախադասությունը։ Մենք հիշում ենք առասպելները բանի մասին, Հայաստանի և Ադրբեջանի մինչև նախաստորագրված համաձայնագրի մասին մինչև նախաստորագրում։ Մենք հիշում ենք առասպելները օգոստոսի 8-ի հռչակագրի մասին, հիշում ենք առասպելները բանի Միջանցքի մասին, այն որ ասում էին Միջանցքալին, ու պնդում էին, էլի չէին ասում, տենց մեզ ներսից ասել են ձևով, որ Միջանցքը գրված Հայաստան-Ադրբեջան պայմանագրում, ստորագրեցինք, նախաստորագրեցինք, հրապարակեցինք, պարզվեց այդտեղ Միջանցք չկա, անմիջապես ծնվեց հետևյալ ավելի հիմար պնդումը, լավը տեղ չի գրած Միջանցքը գրած է այն հուշագրում, հետո հրապարակում ենք հուշագրի տեքստը եւ իցավ այդպիսի պնդում անողների այդտեղ էլ ոչ մի Միջանցքի բան չկար եւ աշարունակ մեր ամենօրյա կյանքի մաս են դարձել ընդդիմության այս կամ այն շրջանակների, նույնիսկ իրենց փորձագետ հորջորջողների, կներեք ձեր մասնակցությամբ հանդեպ ողջ հարգանքով հանդերձ, նույնիսկ իրենց լրագրող հորջորջողների մի քանի անձանց կողմից պնդումներ ստահոդ, պնդումներ ակնհայտ ճշմարտությունների ուրեմն խեղաթյուրմամբ, չգիտեմ, ամենակարևորը գիտեք, որ նա որ վերջը միշտ ցանկացած հարցում հրապարակվում է փաստաթուղթ, որտեղ սպիտակի վրա սևով գրված է եւ ամենակարևորը սա եւ սա ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ի տարբերություն այդ ընդդիմախոսների, ի տարբերություն այդ վայ փորձագետների եւ ի տարբերություն որոշ վայ լրագրողների կարդալ գիտի եւ կարդում է եւ տեսնում է որ գրված է թե գրված չի այս կամ այն բանը հետո մյուս թուղթն է կարդում եւ տեսնում է գրված է թե գրված չի այս կամ այն պնդումը հետո տեսնում է իրականությունը եւ չի ապրում զանազան Facebook-ներում եւ ծուռ հայլների աշխարհում, այլ ապրում է իրականության մեջ։ Մենք էլ այս քարոզարշավի ընթացքում գնում ենք Հայաստանի իրական մարզեր, հանդիպում ենք իրական Հայաստանի իրական քաղաքացիներին եւ լսում ենք նրանցից իրական աջակցություն այն մասին, որ մենք պետք է շարունակենք մեր խաղաղության օրակարգը, շարունակենք եւ ամուր պահենք մեր ժողովրդավարությունը եւ շարունակենք ամուր պահենք եւ երբեք որևէ մեկին չհանձնենք մեր ինքնիշխանությունը եւ մենք լիարժեք
Եվ բավարարված ենք, եւ գոտեպնդված ենք, եւ ողջորված ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այս արձագանքից եւ աջակցությամբ եւ մյուսներին, ովքեր ուղակի տխրում են այս փաստի բերումով, լինեն նրանք Հայաստանի ներսում թե չէ, մաղթում եմ համբերություն, մխիթարություն եւ սփոփանք։ Հայաստանի Հանրապետությունը եղել է եւ լինելու է ինքնիշխան, ժողովրդավար եւ խաղաղ պետություն, եւ ձեզ բոլորիդ բարի երեկո եմ մաղթում, շնորհակալություն։